Պարոն Քոչարյան, ինչ եք կարծում, որն էր այն հիմնական գործոնը կամ գործոնները, որոնք թույլ չտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություններին, ձեր իշխանություններին, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանություններին կերտել այնպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին եւ 2020 թվականի աղետը չէր լինի, ամրագրելով 1994 թվականի մայիսի 12-ի արդյունքը։ Նայեք, ես ձեր հարցի ձևակերպման հետ համաձայն չեմ։ Նայեք, ես օրինակ նախագահ եմ եղել 10 տարի։ Այդ 10 տարվա ընթացքում դուք երբևէ լսել եք որևէ լկտի հայտարարություն Ադրբեջանի կողմից, ինչ որ քայլեր, որոնք կարող էին կասկած առաջացնել նաև մեր հանրության մոտ, որ մենք պաշտպանված չենք։ Ինչի բան եղել է։ Ես իմ մոտ այդ մտահոգությունը ընդհանրապես չկար։ Մենք մեր բանակի որակական հատկանիշներով մի գլուխ բարձր ենք Ադրբեջանից։ Միտեղ ինչ որ մի անզգուշ բան էին անում, կրկնակի պատասխանը տալիս ենք։ Այդպես չի, որ մենք չենք ստեղծել այդ երկիրը։ Մենք ստեղծել ենք եւ ասեմ նաեւ ինձանից հետո եւս հատկապես անվտանգային հարցերի վրա ուշադրությունը մեծ էր։ Բայց ես ձեզ մոտավորապես բացատրեցի, թե ռուսերեն ասում են լամատնի ստրոյից, որ մի բան դու կարող ես կառուցել երկար տարիներ, բայց կարող ես 1-2 տարում քանդել։ Նույնիսկ շինարարությունը, որ հին շենք են քանդում։ Ընդհանրապես մի բան է գալիս, մի ծանր sense մի շար են կապում ցեպով, 2 անգամ խփում են, շենքը փլվում է։ Քանդելը միշտ հեշտ է։ Բանակի ցիկլում դու 2 տարի բանակով չզբաղվես, դու էլ բանակ չունես։ Կամ բանակ ունես կիսով չափ, այդ մի կեսով չափ, էսա։ Դրա համար ձևակերպման հետ ես համաձայն չեմ։ Հիմա անվտանգության հարցը ունի առաջինը, նույնիսկ ձևակերպումից մենք սկսենք։ Հիմա ինչ է ասում վարչապետը, այս վերջերս։ Ասում է խաղաղությունը մեր անվտանգության գործիքը խաղաղությունն է։ Բառացիորեն խաղաղությունը դա անվտանգության պրոդուկտ է։ Ինքը ոնց կարա գործիք լինի։ То есть դու անվտանգության հարցերը լուծում ես այդ պրոդուկտը ստանալու համար։ Երբ որ ասում է խաղաղությունը գործիք է, ուրեմն այդ մարդիկ չեն հասկանում ֆունդամենտալ հարցեր։ Հիմա դուք երբեք չեք գնա, չէ՞ բժիշկի մոտ, որը չի հասկանում այդ սկալպելի բանից չի ջոկում, էլի, չեք գնալու, չէ՞։ Բայց հիմա ամբողջ ժողովուրդով ընտրել եք, ասած նստել եք այդ մի ավտոբուսի մեջ եւ վարորդը քշել չգիտի։ Ոչ քշել գիտի, ոչ ուղղությունը գիտի, ոչ տորմուզի տեղը գիտի, ոչ էլ մյուսի տեղը գիտի, նստած տանում գնում ենք, ուռա ենք անում։ Ես շատ եմ ուզում եւ ինձ համար հետեւյալ բանաձևը կասեի, ունենալ ոնց ռոմանտիկ ժողովուրդ եւ շատ պրագմատիկ ղեկավար։ Ինձ թվում է ամենից լավ բանը կլինի այդ պրագմատիկ ղեկավարի եւ ռոմանտիկ ժողովրդի, որտեղ այդ ռոմանտիզմը բոլոր ազգերին է պետք։ Բայց երբ որ ղեկավարը պրագմատիզմի դաշտից դուրս է գալիս եւ ռոմանտիկա դառնում, այդ ռոմանտիկ ժողովրդի գլխին փորձանք ա վերում։ Օրինակ, վերցնենք նույն Ուկրաինան, այսօր ես մի 2-3 անգամ անդրադարձ ունեցա։ Անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական, հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիր ավիրի։ Ընդհանրեն Ուկրաինան կարող էր ասել, որ իմիջիալուտ նեյտրալ երկրի ստատուսով ինք կօգտվեր եւ Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից։ Ասին չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտեք։ Ինչ ստացա։ Բայց դու ուղղակի արհամարեցիր քո հարևան հսկայական հզոր երկրի անվտանգային շահեր։ Մի երկիր, որը կարող էր այսօր այն ամենից լավ հետաքրքիր բարգավաճող երկրներից մեկը լիներ։ Որ մարդ իր տեղը չի հայտնվում, մարդը փորձանք։ Վատ բժիշկը, վատ վիրաբույժը իր սեփական մեծ գերեզմանոցը ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարը ինքը խնդրեմ չի իրեն համար, ինքը նորմալ է։ Ինքը խնդրեմա մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը ինչ որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմ, հայկական իշխանության կողմից, այո։ Բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու, անպագորգոր հայտարարություններ արեցին,
ամեն ինչ արեցին, որ Թուրքիան Ադրբեջանը տիկունքում sense ամբողջ բոյով կաղնի եւ վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզումա սա մեղավոր են։ Պարզումա այդ հանձնել են Ալմատայի բանով 91 թվականին։ Հիմա էսա։ Դրա համար ձեր մի քիչ երկարացրեցի, որտեղ իսկապես ֆունդամենտալ հարց է։ Վերջի քվեարկությունը ա եղել Ռուսաստան հակառուսական մակում հակառուսական մի բան, էլի մի բանաձևի։ Միացյալ Նահանգները քվեարկել են դեմ, Հայաստանը քվեարկել է կողմ։ Հալավ դու քո հիմար չեք։ Իսկան դու իրականում էլի դու քո հիմար չեք։ Ինչ եք ուզում ձեր առևտրի 60% էսօր Ռուսաստանի հետ։ Ուղղակի 60%։ Իմ ժամանակ Եվրոմիության հետ առևտուրը մեր մոտարապես արտաքին առևտրի 22-24% էր։ Հիմա 6-7% ընդհանրապես։ Ռուսաստանի հետ առևտուրը այն ժամանակ 25% էր, հիմա 55-ից մինչև 60%։ Դուք չեք հասկանում, որ այսպես մեկ sense բանով դուք կարաք ինքսի խնդիրներ ունենաք, որ տակից դուրս չեք գալու։ Լավ դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ։ Բայց սա գյուղատնտեսությունը ինչ անել, այս ժողովուրդը ինչ անել։ Այդքան այդ չափյան պատասխանատու լինելը, ոչ շշմեցնում է ինձ, անկեղծ ասեմ։ Անայք անվտանգության երաշխիքները Ղարաբաղի վերադա ոչ թե անվտանգության գոտի։ Հիմա մենք չեմ կարծում, որ իրատեսական անվտանգության գոտու մասին խոսալ, բայց անվտանգային երաշխիքները նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլյուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ։ Սա եմ տեսնում, բայց տենց անվտանգության գոտի բան դժվար է պատկերացնել եւ իրատեսական չի։ Հիմա կարելի է այդ հարցը դնել, բայց իրատեսական պատկերը իմ կարծիքով դա որոշակի անվտանգային երաշխիքներն են։ Երաշխիքները նշանակում է նաեւ ներկայություն։ Որոշակի այդ ներկայությունը ինչքան մեծ այնքան լավ եւ սա ուղղակի բանակցային գործընթացից է կախված, թե դու ինչի ես հասնում։ Առաջինը դու այդ նպատակը դնում ես, թե չի։ Հայաստանի Հանրապետությունը այդ նպատակը չի դնում։ Հայաստանը ինչ է արել։ Հայաստանը սա էլ մի բան է ինձ համար, գիտեք, դուք պատկերացրեք ռուսական զորքը այնտեղ կանգնած 2000 հոգի անվտանգություն են ապահովում եւ ված չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, միջև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա եւ ասում է ընդունում եմ Ադրբեջանի կազմը։ Ռուսները չել բանակցում, տեղակել չպահ։ Սենց ոնց որ կոպիտ ասած, ասում դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Սուտի չիլն միջազգային հարաբերությունները։ Սկսում եք այդպես ուղղակի չիլն։ Ու ըստ էության իրենք ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ այդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են դուք են Ղարաբաղին Ադրբեջանը գնացեք իրար հետ բանակցեք։ Ըստ էության։ Ադրբեջանը ասում է, բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի մեջ։ Կարող Ղարաբաղի հիմա դուք եք ներկայացնա։ Այդ մանդատ չունի Ռուսաստանը։ Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը ուղղակի հանել են, հետո պահանջում են ասում են խի չես արել, խի ինչ ես արել։ Այդ կարգի սխալները ուղղակի այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին է տալիս։